Թուրքիան միայն հրդեհով չի վերջանալու։ Ժամանակը արդեն հասունացել է բոլոր պատիժների, քանի որ բացահայտում պատիժ եւ ապաշխարություն։ Երկիրը տնքում է, ներքևից տնքում է, հողը վերևից տերը տեսնում ու պատիժները տալիս է։ Պատիժները տալիս է, դա երկնային աղետն է։ Պատիժներ կան, որովհետև Թուրքիան շատ վատ բաներ արեց։ Այս հրդեհները Թուրքիայի դեռ կշարունակվի։ Գարասկոպով այստեղ նամե մոտավոր կգա կհասնի միջև Խավարում։ Դա օգոստոսի 12-ն է, որը տալիս է Թուրքիայի անտառներին, քամիները կտա, հրդեհն ավելի կշատանա։ Ինչ սխալներ են գործել, այդ իրենց Թուրքիայի պատասխանն է։ Նրանք պատասխան են ստանում։ Ասում եմ, հիմա հուզվում եմ, ու ես սա չեմ կարող չասել մի խոսքով աշխարհում, որ մի երկիրը ճիշտ չի, հարձակվում այն մյուս պետության երկրի մարդկային կորուստներ տալիս, այդ երկրում լինում են երկնային աղետներ։ Բարի ողջույն, մենք էլի հանդիպեցինք իմ սիրելի Արեգի մոտ։ Այնա հարցը, որ ես տաղավար չեմ գնում, ուզում եմ տանը լինեմ, Արեգն էլ ես իմ խնդրանքն է, իմ խնդրանքը չի մերժում, տուն ա գալիս։ Ուզում եմ մի լավ բան ասեմ, ուրախացել եմ, ես Արեգից նվեր եմ ստացել։ Ես Արեգից ստացել եմ նվեր եւ ինչ եմ նվեր ստացել։ Այս ոսկյա ստղը, այս ոսկյա է, այս բռնիչն էլ է ոսկյա, այս կողմն էլ կա ու ինքը սպիտակ է, դա մաքրություն է։ Արեգը, ես իրանից չեմ ուզել ասենց բան, իրա մտքով է անցել։ Ինքը բերել է աստղ, որ ամեն ինչ լավ լինի։ Ես շնորհակալ եմ Արեգ ջան, քեզանից շատ։ Տիկին Լուսիա, Թուրքիան կրակների մեջ է։ Դուք 2026 թվականի հաղորդման ժամանակ ձեր կանխատեսումների մեջ ասեցիք, որ մեծ աղետներ եւ երկնային պատիժներ են սպասվում Թուրքիային։ Ընդամենը մի քանի ամիս անց մենք տեսնում ենք, որ Թուրքիան 4 կողմից շրջապատված է կրակներով եւ հենց դրա մասին վկայում են թուրքական մամուլում։ Սա ինչ է, սա հոգեվոր պատիժ է, սա կանխատեսված էր, թե ոչ։ Պատիժ էր, այո։ Այո, պատիժ էր եւ այն երկրները, որտեղ պատերազմ չկա, այդտեղ երկնային աղետներ կա։ Ու գարասկոպի նշաններով կարելի է այդտեղ երևում է, որտեղ հիմա այդ նշանների համար է շատ մեծ փորձություններ, առաջինը դա առյուծներն են։ Առյուծներ ու այն երկրները, որ առյուծ, ջրհոս, մի րոպե ես գրել եմ, որ չմոռանամ, որ երկրներն են կարիճ, Թուրքիան կարիճ է, դիմացը հորթը, դա Ուկրաինան է, կույսը, Ճապոնիան է, Ճապոնիանում երկրաշարժներ կան, բայց զարմանալի բան է, որ ճապոնացիքի համար երկրաշարժը սովորական է դառել, իրանք խոճապի չեն մատնվում։ Եվ հզոր երկրաշարժներ ա լինում, շենքը շարժվում է, բայց չի փլում։ Տիկին Լուսիա, Թուրքիայի այս հրդեհները ինչի մասին են։ Պատիժներ կան, որովհետև Թուրքիան շատ վատ բաներ արեց, այստեղ չվերցնի միայն Հայաստան։ Ու սա այս 44 պատերազմից առաջ էլ կան վատ բաներ, որ եղել է, քանի որ 26 թվականը համարվում է պատիժների եւ հատուցման ժամանակաշրջան, ես տարի չեմ ուզում ասել, ժամանակը արդեն հասունացել է բոլոր պատիժների, քանի որ բացահայտում պատիժ եւ ապաշխարություն։ Հիմա ով է ասում, որ ինքը սխալ է, ոչ անհատն էլ, մարդը չի ասում, որ ինքը սխալ է։ Եթե իր մատը փուշ է մտնում, ինքը վերագրում է աչքով են տվել, թուղթուկիր են արել։ Ոչ, սխալ է ինքը մարդը։ Մարդը ինքը սխալ է, որտեղ Թուրքիան էլ։ Թուրքիան միայն հրդեհով չի վերջանալու։ Այնտեղ դեռ
Ես չի ուզենա այդ բառերն ասել, այլ ինքներդ կտեսնեք, որտեղ այդ ժամանակն էլ է մոտենում այս տարի կես համարյա, այնքան հիմար է գնում, ժամանակը կարճացել է, այնքան արագ ամեն ինչ ամեն դեպքեր ընթանում, չես էլ հասցնում, այս երբ եղավ, այս ոնց եղավ։ Ռուսաստանի հետ ապառակտումները սկսվելու, անախորժություններ շատ է լինելու, եւ Ռուսաստանի վիճակը այդքան էլ լավ չի, շատ եմ այդ բանը կրկնում, ամեն անգամ էլ ասում հավաքվեք եկեք ու ահուտողով էլ մի ապրեք։ Այս հրդեհները Թուրքիայի դեռ կշարունակվի։ Կարասկոպով այստեղ նամե մոտավոր կհասնի միջև Խավարում։ Դա օգոստոսի 12-ն է, որտեղ ամբողջ օգոստոսը առյուծը Խավարումների ամիսը, կատալիզատորը, հինը ջնջվում նորը սկսում, կյանք մահնա, ամեն սխալ գործողություն, ով ինչ արել է, անարդար ձևով փողերը աշխատել, անարդար ուրիշին, աշխատացրելը չի վճարել միջև անգամ, ես չեմ ուզում ասեմ հարկերից է խուսափել, դա ուրիշ մի բան է, մարդկանց աշխատացրելը եւ չի վճարել, մարդկանց օգտագործելը իր շահի իր գրպանի համար, օգոստոս ամսին, թող հենց այդ մարդիկ լինեն բարերար, բայց աշխարհով ցույց չտան, իրենց չգովազդեն, որպես իրանց էլ հետո պատիժներ չկա, անհատ արդեն ժողովուրդ ընտանիք։ Ադրբեջան դեռ չեմ տեսնում այդպես բաներ, որ կա, բայց ընդեղ էլ խնդիրներ է լինելու, որտեղ այս եղջյուրը, Ալիևը, այս եղջյուրին էլ մի կարգին շրջան չի, որտեղ ընդեղ էլ պատիժներ կան, հենց ամեն երկրի ղեկավարի վատ վիճակի իր երկիրը լավ չի։ Սա հենց Էրդողանն է, որտեղ ձուկ է գարասկոպով, այստեղ էլ շրջանները գրել է, որ կույսի դիմացը ձուկն է, որը հենց Էրդողանն է։ Իր առողջականի էլ խնդիր կլինի, իր ոչ ճիշտ պահվածքից էլ խնդիր կլինի, բայց ես մահի հիվանդության չեմ ուզենա ասեմ, որտեղ լավ վիճակ չի լինելու։ Որ մի երկիր ուզում ես նայես, պետք է նայես երկրի ղեկավարին։ Կույսելով կա, կույսերից մեր ղեկավարներից Քոչարյանն է, շատ ընտեղ կան, որ նախարարներ կան կույսեն, իրենց մոտ էլ լավ չի լինի, առողջականի, ֆինանսականի, թալանած փողերի, սննկացումներ շատերին սպասվում, ես չեմ ուզենա անընդհատ հիմա Թուրքիայի հրդեհների մասին խոսալ, դա ճիշտ է շոքի իր եղանակային այդ կլիման իր ազդեցությունը թողնում է, բայց է պատիժը։ 2 թե 3 տարի առաջ էլ երկրաշարժ եղավ, շատ վատ երկրաշարժ Թուրքիան, որ մեր պատից են կողմներ, մեր մոտ շատ թեթև բան բավականին լենականից ավել զոհեր եղավ Թուրքիայի մեջ ժամանակ։ Դեռ սպասվում է։ Երկնային աղետներ աշխարհում շատ տեղեր կա, հիմնական այդ երկրներ, Իսպանիա, սա էլ ասեմ, այդ որ մի երկրները կան, որ երկիրը առյուծն է, կարիճն է, կույսն է ու ջրհոսը։ Ձուկը դա լեննականում էլ կարող է ջրհեղեղներ լինի, փլուզումներ կան, երկրաշարժներ սպասվում է, հրդեհները կան, պայթյունները կան։ Գումարած պատերազմը, իսկ Ռուսաստանն Ուկրաինա պատերազմը դեռ ծայրը չի երևում, ու մի բան եմ ուզում ձեզ խնդրած լինեմ, լավ մտածեք էլի, քանի որ շուտով արդեն Խավարումն է սկսվում, միջանցքը կսկսվի արդեն։ Գոնե այդ ընթացքում ձեզ մի քիչ զուսպ պարկեշտ պահեք, մի քիչ զուսպ պահեք ու մի չարացեք, որ ինչ լավ է Թուրքիային այդպես բանել է, չի կարելի։ Մեր երկրաշարժի ժամանակ իրենք ինչեր արեցին, հիշում եք վագոնների վրա ինչեր են, բայց այդ իրենք չեն, ադրբեջանցիք են, բայց չի կարելի ուրախանալ, ով ուրախանում է արդարի վրա, ով նախանձում է արդարին ազնիվին, իրեն պատիժներ է սպասվում։ Թուրքիան արդար է, Տիկին Լուսիա։ Ոչ։ Թուրքիայում մոլեգնող հրդեհները պարզապես բնության կատաղությունն են, թե երկնքից եկող լուր նախազգուշացում։ Նախազգուշացում, բայց գիտեք, որ ինֆորմացիաները շատ երկրներում փակվում է, լրատվականներ մենք ենք, որ բաց ենք ամեն ինչում բաց ենք։ Շատ բաներ մենք չենք իմանա, որտեղ այնտեղ երևաց մարդկային զոհեր կա, բայց կենթանական աշխարհն էլ ահա որ բուսական աշխարհը այնքան ցավալի է տիրոջ ստեղծածն է,
Աստուն շատ են զայրացրել ժողովուրդ աշխարհի, դա հնուց եկած է, բայց ամենաշատը դա կորոնայի 20 թվականից է, որ քթանցքները փակ էր բոլորի, իրանք էլ փակեցին, բայց բացել է հարկավոր, որտեղ Աստծուց կտրված է։ Ժողովուրդը Աստծուց հեռացած է, դրա համար երկնային աղետներ ատալի դա պատիժն է, ու քանի որ 26 թվականը համարվում է կարմիչեսկի շատ մեծ շրջան է հենց Հայաստանի համար, ամբողջ աշխարհում, բայց հիմնականը մենք խոսենք Հայաստանի մասին, որ ապաշխարությանը, այդ մեղքերի քավության, հատուցման ժամանակաշրջանում ենք, հաջորդ տարել դել կշարունակվի, այս տարի էլի մի քիչ մեղմ է Հայաստանի համար համարվում, բայց տեղ էլ աղետներ սպասվում, բայց այն սարսուր բաները չլինի, ինչը Թուրքիայում է կամ մյուս երկրներում է։ Ռուսաստանում էլ կա երկնային աղետներ, բացի պատերազմից, այնտեղ էլ աղետներ սպասվում, մի խոսքով ամբողջ աշխարհը, այդ 4 տարերքը որ կա, հող, ջուր, կրակ, օդ, չէ, այդ բոլորը լինելու է, բոլորը ամբողջ աշխարհում նայած կլիմայական գոտու։ Եթե վերցնենք մենակ Թուրքիա, երկրներ էլ կան, մի մոռացեք մեր պատերազմի ժամանակ ինչքան երկրներ շնորհավորեցին Ադրբեջանին։ Ու մեր Հայաստանին շատերը չգիտեն, երկրներն եմ ասում, ու ճանաչեցին արդեն Հայաստանին, արդեն մարդիկ մեզ հետ հաշվի կնստեն, տարբեր երկրների մարդիկ մեզ հետ հաշվի կնստեն, մեզ կճանաչեն, ու երբեք էլ են մուժիկի նման ոչ կամ առանց վատ լինոր ասեմ Բելարուսիայի, որ ումա պետք Հայաստան, բա դու ում ես պետք, մուժիկ, ընդեղ էլ լավ բաներ չի սպասվելու, Բելարուսիայում էլ լավ բաներ չի սպասվի։ Ճիշտ է պատերազմը չկա, բայց աղետներ կան, հիվանդություններ կան, վարակներ, սեռական առումով շատ է լինելու։ Երեխաների հետ կապված ամբողջ այս ամիսը կարելի ասել համարյա մի տարի, հուլիսի 1-ից ավելի շատացել, երեխաների հետ խնդիրները շատ կլինի։ Ես ուզում եմ ասեմ նաև այլասերվածության։ Երեխաներին բռնաբարության ուշադիր ու զգուշ եղեք, ձեր երեխեքին ձեր կողքը պահեք, ծնող երեխա հատկապես հայր, ամբողջ օգոստոսը դա ծնող երեխա հարաբերությունների շրջանը, շատ երեխաներ կուզենան առանձնանան իրենց ծնողներից անկախ տարիքից, 13-14 տարեկան երեխան կարող է իր պապային մամային ասի, ես ուզում եմ գնամ առանձին ապրեմ։ Այս է լինելու, ու շատ երեխաներ կամաչեն իրանց պապաների պահվածքից, պատկերացրեք, իրանց հոր արարքից կամաչեն, անկախ տարիքից եմ ասում, որտեղ տարիքը նշանակություն չունի, հիմա բոլոր երեխեքը հասունացած են։ Տիկին Լույսիա, արդյոք այս հրդեհները Թուրքիային կոչ են վերադառնալու Աստծուն եւ վերանայելու իրենց կյանքը, եւ արդյոք թուրքերը այս ամենից դասեր կքաղեն։ Ոչ ոք այդ պատիժները դաս չեն համարում, կողքինն է դաս համարում։ Մեզ մոտ էլ որ այդ վատ բաներն եղավ, ընդեղից ասում են շատ լավ եղավ մեր Հայաստանին։ Մտածում են, որ իրենք են, կողքի ժողովուրդն է մտածում իրեն պատիժա, բայց այդ մարդը ինքը, եթե մարդու մատը փուշ է մտնում, ինքը չի մտածում, որտեղ տարբեր մատեր տարբեր նշանակություն ունի, տարբեր տեղ փուշ մտնելը տարբեր իմաստ ունի, նույն էլ մարդը, նույն էլ այդ երկիրը, եթե այդ երկրին վատ բան է լինում, ինքը չի մտածում, որ դա ինքն է վատ բան արել, ասում է խանգարեցին, եթե խանգարող չկա, եղանակից է, կլիմայական գոտուցա, Թուրքիան միանշանակ պատիժ ուներ, իր անցյալի գործած սղերին Օսմանցիքից մենք կարանկանք, այս հիմա է այնտեղ հրդեհներ, անտառները միշտ էլ մեզ կանտառը, ծառը, դա շատ են կրկնել, դրա համար է մեր ժողովուրդն ասում ծառեր մի կտրեք, մարդիկ են մահանում, ինչ իմանաս ընդեղ ինչեր են արել, տեսեք ծառերը կտրեցին, մահերը շատանալու է Թուրքիայում, այո, որ մի տեղը ծառին վնաս է լինում, կայրվի թե կկտրեն, մահերը շատ է լինելու, այտենց եղել է մեր Ղարաբաղի առաջի պատերազմի ժամանակ, որ երկրաշարժից հետո ցուրտ ու սով տարին, որ ասում եք մարդիկ ծառեր կտրեցին, որպեսզի տաքանան,
Ղարաբաղում զոհերը շատացավ։ Միշտ է այդպես լինելու։ Հենց այնպես չի, որ ծառեր են այրվում, անտառը այրվում, են էլ այդքան, այնտեղ շոկին ամենտեղ էր, մեզ մոտ էլ եղել, չմոռանանք։ Շոկին ինչքան հրդեհներ եղավ։ Մի որոշ ստեղ հրդեհներ եղավ ոնց որ թե մի քիչ, բայց դեռ էլի է սպասում, բայց այդ սարսուր բաները չլինի, ինչը որ Թուրքիայում է եղել։ Տիկին Լուսիա, Աստված երբեմն խոսում է ոչ միայն խոսքով, այլ իրադարձություններով, որպիսի մարդը սթափվի։ Նրանք ասում եք, որ խելքի չեն գալու, դասեր չեն քաղելու։ Այսինքն այդ պատիժները, հատուցումները, ինչպես որ դուք եք նշել 2026 թվականի տարեսկզբին, շարունակվելու են դեռևս Թուրքիայում։ Այո։ Եվ այդ ամենը Թուրքիան հաշվի չի առնում եւ իր բարբարոսական քաղաքականությունը մինչեւ այսօր Հայաստանի հետ շարունակում է եւ ասում է, որ Ադրբեջանի մեջքին կանգնած է եւ պետք է Հայաստանը հաշվի նստի Ադրբեջանի հետ եւ հաշվի առնի Ադրբեջանի բոլոր նախապայմանները։ Հիմա ինչ է ստացվում, Դա չի լինելու։ չի լինելու։ Նախ առաջին Թուրքիան ու Ադրբեջանը այդ սերտ կապը չեն ունենա։ Նա կշերքան, նա կարիճ է, Թուրքիան կարիճ է, ճիշտ է մոտ նշաններ են, բայց դա էլ չի լինելու։ Մտածող մարդիկ, ովքեր խորը մտածող են ու գիտակ են, նրանք իմանան, որ դա պատիժներից է, նրանք կհասկանան, բայց մարդիկ չար կան, որ չեն, տգետները, այդ սահմանափակ ուղիղ ամենտեղ կա, միայն Հայաստանում չի, ամենտեղ։ Եթե մարդը գիտակից է ու գրագետ է, այս պատերազմները բաները չի լինի, որտեվ այս ամեն ինչի, ինչ որ աշխարհում հիմա կատարվում է, դա սիրո պակասից է։ Եթե սերը չկա, ուրեմն տիրոջ հետ կապը չկա։ Տիկին Լուսիա, բնական աղետների պահին առաջին հարցը չպետք է լինի ով է մեղավորը, այլ ինչ է Աստված ուզում, որ մենք հասկանանք այս փորձությունից։ Ինչ լավ հարց էր, այո, ով է մեղավոր, որտեվ այդ շատ զայրացնում է այդ բանից մեղավորներ փնտրելը։ Մարդը ինքը հենց ինքը մեղավոր է, որտեղ մարդը մեղքով է եկել այս աշխարհ։ Մարդը մեղքով եկավ այս աշխարհ ու եղել նրա համար, որպեսզի մարդը մտածի։ Այո, ապաշխարության ժամանակաշրջանում մենք ապրում, հաջորդ տարի 27 թվականը հուլիսի վերջերից ինչ Յուպիտեր մոլորակը կփոխվի, կլինի կույս համաստեղությունում, աշխարհում սկսվելու է կարգոկանոնի շրջանը, բայց միջև այդտեղ մտնելը այս իրադարձությունները շատ է լինելու։ Ամբողջ աշխարհում դա լինելու է։ Մարդիկ պետքա վերջապես գիտակցեն, որ իրանց սխալների արարքի պատճառով մեկի սխալի պատճառով ամբողջը կարող է վատանա։ Ընտանիքի մեջ էլ վերցրեք, բայց այստեղ կոնկրետ երկրի ղեկավարի մասին մի ասեք, որտեղ մի ղեկավարով շատ հնարավոր չի։ Սրանք խումբեր են, մարդիկ են, էներգիան, այդ էգրեգրը, որ ինչքան ասել է մարդկանց մտքերի հավաքածու է։ Հիմա Թուրքիա երկրի այդ կեղևը ասեմ, այսպես ասեմ, էգրեգրը կեղտոտված է, անցյալից եկած, բայց Թուրքիան հզոր երկիր է։ Մեր արևմտյան Հայաստանը չմոռանանք ինչ էր եղել, ինչքան զոհեր են եղել այնտեղ։ Եղեր բառը չասենք, ինչքան զոհեր են եղել, մարդկային կորուստներ են եղել։ Կարողանայի անթաղ տգեղ բառ եմ ասում, անթաղ մեռելներն էլ լինեն, ոնց որ Ղարաբաղում ա եղել, ոնց որ Շուշիում ա եղել։ Երկիրը տնքում է, ներքևից տնքում է, հողը վերևից Տերը տեսնում ու պատիժները տալիս է։ Պատիժները տալիս է, դա երկնային աղետն է։ Վերջնական մի բառով ես նորից էլ ասեմ, որտեղ աստրոլոգիան դա տալիս է, շատ մոլորակներ հիմա բոլոր 4 տարերքի մոլորակները հիմա աշխատում են։ Ու այդ կատարվելու է, օդը, այդ քամիներ, փոթորիկներ, ծառեր կոտրել, տեսեք էլի ծառը հիմա մոտ շատ կարևոր է կյանքում ընդհանրապես։ Ծառի գաղափարը բոլորը դա պետք է հասկանան։ Դա մարդու թարսի գաղափարն է, շատ կարևոր է ծառը։ Եթե ծառը հիվանդացել է, փթել է, մի կտրեք, բուժեք, ոնց որ հիվանդ երեխային թողնես, ասես գնա։ Եթե ծերացել է ծառը, թող ինքը վերջանա, գնա ու կողքը էլի կարող եք դուք նորից նորը տնկել։ Տիկին Լուսիա, ձեր ասածից կարելի է ենթադրել, որ պատմական մեղքերը
կարող են երբևէ հոգևոր հետևանքներ ունենալ ժողովուրդների համար։ Հա, ամեն ինչը այդ միտքն է, չէ, կարևոր էներգետիկան է, որ բերանից խոսքը դուրս է գալի, մտածի, որ ինքը պետք է պտտվի, կա կպնի քեզ։ Այ ամբողջ օգոստոսը հենց դա է։ Առավել եւս նախնիների արած մեղքերը։ Նախնիներից է գալի, հենց հիմա չի։ Հիմա արեցիր, այ հիմա եթե լուսնային հանգույցով նայենք, որ կարմիչեսկի ասպեկտ է կոչվում, 10 տարի հետո պատասխան է ստանալու։ Որտեւ քանի որ հիմա այս տարին, 1 տարի տևող դա Յուպիտերից է, երեխաների տարին է համարվում ու էլիտար մասայի հատկապես, որ բոլորը պետքա ձգտեն բարձրին, որտեղ բեմական ժամանակաշրջան է հիմա համարվում, բեմը, այսինքն քեզ ցուցադրելն է, դրա համար դերասանների եւ սպորտսմենների համար լավ շրջան է համարվում, բայց այնց տեսեք ինչ գիծ եմ հիմա ես ստանում, այն դերասան երգիչը որ բեմի վրա, եթե իր մոտ աստղայինով է ինքը ապրելու, ինքը ընկնելու է, էլ առաջվանը չի լինելու, երկար տևի կամ ինչ-որ մեկի հովանավորության տակ լինի, կոչումներ տա, վաստակավոր լինի, մեդալ տա, փող տա, չգիտեմ ինչ տա, դա էլ չի լինելու, որտեվ հարուստների շրջան, հետո Թուրքիան պակաս հարուստ երկիր չի, մեծ երկիր է, մեծ պետություն է համարվում, հզոր բանակ ունի, այն հարուստների շրջանը թալանության, խաբեության անկում է գնում։ Տիկին Լույսիա, այս հրդեհները տնտեսապես վնասելու են Թուրքիայի պետությանը։ Վնասեն, այո։ Թուրքիայում նախ շատ ես զրուցում եմ նաև այն մարդկանց հետ, բացի կարդալուն, որովհետև շատ բաներ սուտ այդքան բան չեմ կարդում, շատ բաներ կեղծա թաքցնում են, մինչև ապրիլ ինֆորմացիաները լրատվականի շատ էր։ Հիմա ապրիլից այս կողմ ավելի է շատանալու կրկնակի այդ բանականությունն էլ շատ բաներ կփոխի, այդ հիբրիդային պատերազմը կատատեր չի վերջանա, արհեստական շատ բաներ են անելու մարդկային կերպարանքով նաև ու սուտ կեղծ ինֆորմացիաները շատ են լինելու, դրա համար ես կխնդրեմ ոչ մի բանի ոչ լսեք, որ չհավատացեք, քանի դուք ձեր աչքով չեք տեսել եւ չեք շոշափել։ Իսկ ինչ վերաբերվում է այս վիճակի պատիժների, որ կա, պատիժները դեռ գնալու են։ Այս ամիսը, օգոստոս ամիսը, տեսեք ինչ հետաքրքիր է։ Օգոստոսը խավարումները ու շոկի ամիսը, կարիճների ամիսը համարվում ընդհանրապես, որտեղ օգոստոսին ասում է կարիճները դուրս են գալիս, հողից դուրս են գալի, գետնի տակից դուրս են գալի։ Իսկ օծերը իրենք էլ այո, այս օգոստոսին շոկերին, ինչքան շոկերը շատ է, օծերն եկան գժվում են ու խայթոցները շատ է լինելու։ Այդ օծի թունավոր, այդ մժերքներն էլ միջև անգամ մեղուները, բորերը թունավոր է լինելու, որտեղ այդ հիվանդությունները կան վարակի եւ այդ թունավոր կենթանիներից, մժերքներից, նաեւ սեռականից։ Ամբողջ տեսեք հրդեհն եղել է ու հիմա սպասվում է խավարում։ Հենց արևի ժամանակ, արևի խավարման 12-ին է դա եւ առյուծի շրջանում է, առյուծն էլ ինքը թակավորն է, էլիտարն է, ամենալավն է, այնց ամենալավը, որտեղ որ ճիշտ չի եղել, դա վերանում է։ Այդտեղ տվել է հրդեհներով վերացում հարուստների, տների, մարդկային զոհերի, նաև դա էլ կա, այն փրկարարներից էլ դրանք կլինեն, որտեղ մարդկային զոհեր կա, պարզապես չեն ասի։ Այստեղ որ ասես ինչ որ մեկը գնացել է դիտավորել, դայրել, վառել, շարունակվել, դա այդպես չի։ Նորից կրկնեմ 4 տարեր կգործելու է աշխարհում։ Այն երկրներին, ովքեր վատ բաներ արել են ժողովրդին, մարդկանց, ինչ կերպ ուզում եք թալանով, կեղծիկով, սպանությունը, ոնց ուզում եք նայեք, ով եւ որտեղ Աստծո օրենքին հակառակ բաներ արվել, որտեղ սերը չկա, որտեղ սեր չկա, այնտեղ կա ապելություն, այնտեղ կա գահություն, այնտեղ կա չարություն։ Այնց այդտեղ պատիժները կան։ Նայեք, եթե 4 տարեր օդի նշանով որ վերցնենք, դրանք քամիներն են։ Քամիներն են, փոթորիկներն են, ցունամիներն են, որը տալիս է Թուրքիայում անտառներին, քամիները կտա, հրդերն ավելի կշատանա։ Ու ջրի պակասություն էլ կարող է լինի, որպեսզի կարողանան հանգցնեն այդ հրդեհը։ Հենց կոնկրետ ես իմ ուզում եմ հրդեհի վրա գնալ։ Կրակը, տարերքը,
այդ հրդեհը կա, դեռ չի վերջանա։ Քանի Մարս մոլորակը երկվորյակում է, որը օդն է, հակառակը աղեղնավորն է, որը նաև ինքնաթիռ է տալիս, որը դրա միջոցով էլ էլի նորից օգնություն չի տա, դեռ կշարունակվի։ Մի խոսքով Դեռ շրդեհը իր փրհեսա մարում է, բայց չի մարելու։ Մի խոսքով այդ պատիժները Այդ էլ կվերջանա, այդ հրդեհը կվերջանա, մեկ ուրիշ բան է սկսվելու։ Թուրքիայում Օվկիանոսների հետ էլ կա, ջրերի հետ էլ կա, կենթանիները կզարմանաք, որ ես ասեմ ավելի շատ կենթանիների ու բնության ափսոսում եմ, քանի որ մեկի տունը փլի վարվի ինչ լինի, որովհետև այդ կենթանին եւ ծառերը դրանք մարդիկ են բոլոր, ծառերը մարդիկ են, իսկ կենթանիները տիրոջ ստեղծած են։ Դրա համար այն մարդը, որ շուն ու կատու է սատկացնում ու կրակում, ինչա իրան չկծի, ամեն մարդուն շուն չի կծում։ Ամենքին շունը չի կծում։ Ուրեմն հենց իրենք սխալ են։ Հենց իրենք սխալ են, դրա համար պատիժներ է տալիս։ Չնայած ասում ենք, որ Աստված չի պատժում դասերը, բայց ինչքան կարելի է համբերել, զայրացած են, դրա համար պետք է սթափվի մարդը։ Ու կարևոր է, շատ կարևոր է, որ մենք չուրախանանք Թուրքիայի հրդեհների վրա, չուրախանանք, ճիշտ բան չենք անում։ Ուրախացանք, մեր գլխին կարկուտ կգա, որտեվ Աստծո աչքից ոչինչ չի վրիպում։ Փակեք ձեր բերաններն, թակառակ աղոթեք, որ դա շուտ վերջանա։ Ոչ թե անիծեք, այլ աղոթեք, որպեսզի դա շուտ վերջանա, որտեվ Թուրքիան Հայաստան մոտ են։ Արևմտյան Հայաստանի հողեր, ընդեղ էլ է այրվում, ամեն տեղ կլինի դա։ Այնտեղ տուրիստական տեղերը, որ այդտեղ էլ է լինելու, նու ամբողջ գնալու է, ես իմ ասենց քարտեզով չեմ ուզում ամեն ինչ ասեմ, որտեղ այստեղ որ ես նայում եմ տարածքը, ամբողջ տարածքը վատ վիճակի մեջ է լինելու։ Ու այնտեղ վտանգավոր շրջան է, ոչ լավ շրջան էլ Թուրքիայի, Ռուսաստանի միջև է։ Մի րոպե, տեսնեմ ինչ եմ ես այդտեղ գրել, որ հետո բաց չթողնեմ։ Ինչ սխալներ են գործել, այդ դա իրենց Թուրքիայի պատասխանն է։ Նրանք պատասխան են ստանում։ Երեխաներին ուշադրություն դարձեք, դա ասեցի, մանկապղծություններ շատ կլինեն, զգուշ եղեք, առանձին ապրելը դա էլ ասեցի, Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները այդքան լավ չի կսրվի, հարուստներին սննկացում, ֆինանսական կորուստներ շատ կլինեն, սեփականության կորուստներ կլինեն, այս այն մարդկանց մասին եմ ասում կորուստները, ովքեր հղբացած են, դրանց մասին է խոսքս, ովքեր ապօրինի հարստացած են, հերթով կգնա մեր Հայաստանում էլ, որ թվականին էր 2 տարի առաջ է, որ Ամերիկայում են հարուստների տները այրվեցին, այդ ժամանակվանից սկսվել է։ Ու չթվա թե որ միայն Թուրքիա կամ Ռուսաստան, Ամերիկայում էլ լավ չի։ Ամբողջ աշխարհը գնում է էկոնոմիկայի անկում եւ թանկացումներ։ Ահագին մարդկանց բիզնեսներ է փակվում։ Ինչի համար է այս ամեն ինչը կատարվում։ Որովհետեւ բալանսը խախտվել է երկրի, հղբացել են բոլոր ու հագեցել են ամեն ինչից։ Ինչի համար է նարկոմանիան շատացել։ Ինչի է հոմոսեքսուալիզմը շատացել, այլասերվածությունը շատացել, որովհետև էլ բան չունեն անելու, այնքան լիքն է, այնքան առատ է, ամեն ինչը, երկիրը տնքում է, շարժվում է երկրակունդը, ինչի համար է ժամանակը կարճացել 24 ժամ չի, ամեն ինչ արագ է գնում, նորագույն տեխնոլոգիա, արագ մտածելակերպ։ Տեսեք, ասում եմ երեխաների շատ լավ շրջան է, որ նոր սերունդ է աճում, որը գրագետ, ապահովված, շատ լավ բաներ սպասվում է, բայց այս մի կողմն էլ վատը կա։ Վատը այն պատասխաններն է այդ ծնողների։ Հիմա որ մի ծնողը կասի, որ ինքը սխալ է։ Հիմա մարդիկ պետք է հատկապես օգոստոս ամսվանից շատ իրենց ճիշտ պահեն, բարի լինեն, այդ անեծքները, չարությունը, ուրիշի վատի դժբախտության վրա չուրախանալ, չանիծել, եթե արեցին դա հատկապես օգոստոս ամսին, որտեղ հաջորդ տարի մաքրում է գնալու, լրիվ մաքրվելու է, եթե ասում է կարգ ու կանոն։
Միջև դե մի տարի մենք ժամանակ ունենք մաքրվելու ապաշխարությամբ նաև սխալների չկրկնելու, եթե արվեց ամեն մարդ զգաց, որ ինքն է ճիշտ, կողքինը սխալա, 18 տարին անցնելուց հետո շատ փիս հարվածներ կստանան։ Շատ փիս այն 18 տարեկան տղաների մեր զոհերը, որոնք ես այդպես չեմ համարում տիրոջ ձեռքի տակ են, հենց այնպես չէր, որ 18 տարեկանը այն 30-40 տարեկանի զոհերը դրանք ուրիշ են, կոնկրետ հենց 18 տարեկան դրանք կարմիչեսկի տարիք է, որ անցյալի մեղքերն է։ Հիմա էլ Հայաստանի մոտը պետքա գնա դեպի Բարգավաճում, որտեղ այդ շրջանն է, արդեն Պլուտոնը բաց է թողել այդ եղջյուրին, պետքա գնա Բարգավաճում ու ապրեք ու ուրախացեք ու օգտվեք ինչը որ հիմա կա լավը։ Մի չարացեք իրար, մի քիչ սովորեք իրար հարգել։ Վարորդը թող վարորդին հարգի, որովհետև վթարները շատացել է, դեռ չի վերջանալու վթարները։ Այստեղ էլ կլինի երկնային աղետներ կլինի, դա այդ փոթորիկներն ու քամիներն են, կարկուտներն են, որ սա էլ է սթափվելու համար տալի, որ ուշք եկեք։ Ունեցվածքի կորուստ ասեցի շատ կլինի ստրեսայինը, որը կարող է բերել սպանության եւ ինքնասպանության։ Սա ես պետք է ասեմ, որտեղ այն մարդիկ շատ ապահոված մարդիկ, շատ ապահոված մարդկանց մոտից, երբ որ կլինի սեփականության ունեցվածքի կորուստ, ստրեսից իրանք կարող է ինսուլտ խփի։ Կարող է ինքնասպան լինի, մեկը մեկին սպանություն լինի, որ դա սպասվում է, էլ չասեք երկրի ղեկավարն է մեղավոր, դու ինքդ ես մեղավոր, մի մեղադրեք ոչ մեկի, ինքդ ես մեղավոր, Թուրքիայի այս վիճակը թող դաս լինի, ես մեր հայերի մասին եմ խոսում, թող դաս լինի մեր հայերին, որ ոչ մի վատ բան չանեն, որ այդ հզոր երկիրը, որ Էրդողանն էլ միշտ են սպարտ, Էրդողանը ոչ մեկին չի սիրում, ոչ մեկին բաց իրենից ու իր ընտանիքից, ու ինքը չի վախենում ոչ մեկից, նա ասում է, ես մեն Ալլահից եմ վախենում, ու իր հավատքում ունի, արևն է դա, իսկ արև Աստծո գաղափարն է, անապատով որ քայլում ես, միայն արևն է քո գլխին խփում, ուրիշ ոչ մի բան, ու դու ջուր չկա որ դու խմես, արևն է գլխիդ խփում, դա Աստծո գաղափարն է, հեռացած ենք Աստծուց, հիմա էլ արևի խավարում, դուք մի մտածեք իմ ամբողջ աշխարհը մթության մեջ է լինելու, խավարումը մթություն է, մթի մեջ լույսը դու չես կարող տեսնես, խավարի մեջ ոնց կարաս լույս տեսնես, հիմա օգոստոս ամբողջ դու փորձի այդ խավարման մեջ, մթի մեջ լույս տես, դա քո սերն է ու քո մաքուր միտքն է։ Ինչպես տեսնել։ Ես սիրում եմ աշխարհը, ես աշխարհը սիրում եմ, բայց ես սուտ չեմ կարող ասեմ, ես սիրում եմ բոլորի, դա սուտ է, ես ոնց կարող եմ բոլորին սիրել, ես աշխարհն եմ սիրում, ես կյանքն եմ սիրում, այս վիշտը, որ ես տանում եմ, որ դա բոլորը գիտեն, ու իմ կորուստները ամեն եւ նյութական եւ մարդկային, բայց ես սիրում եմ, ես չեմ կարող չարանալ։ Դրա համար ես հենց վառ եմ, հագել շրթներ կեմ քսել, ուրախանում եմ քո նվերով ես փոքրիկ, որտեւ ես սիրում եմ սա, սիրում եմ, թող սիրե, այդ ինձանից փող չի պահանջում, ոչ էլ դժվար մի բան։ Ես անցյալ օրը դրսում նստած ենք ընկերուս այդ միտեղ փողոցում էր իհարկե մի կին եկավ, ասում եմ հիմա հուզվում եմ։ Ու ես սա չեմ կարող չասել։ Ամբողջ սևի մեջ էր, մազենը լստեղ արդեն սպիտակած էր, շատ համեստ պոչիկ էր կապել։ Ինքը ինձ տեսավ հեռվից եկավ, մոտեցավ, գրկեց, գլուխս համբյուրեց։ Ցավակցեց, ասի մի խոսա։ Ով ինձ ցավակցում, ասում այդ թեմայով չխոս։ Ես իրան այդ ամբողջ սքի մեջ էր, այդ կինը վշտի մեջ էր, ասի դուք էլ եք, սենց արեց ու գնաց, բահա, որ ես չխոսա։ Նայլա, բայց ես չգիտեմ ինչ վիշտ է, բայց երևաց, որ այդ կինը շատ ծանր վիշտ է տանում։ Ինքը տենց է տանում իր վիշտ, իսկ ես պլպլա շորերով եմ տանում, որտեվ ես մարդկանց հետ եմ շփվում, ես չեմ կարող չալմայով գամ, իմ ասածը սուտ կլինի, ես ինչ խոսում եմ, կասեմ բժշկ է քեզ,
Հələ դու մի քո ատամի ցավը բուժի, հետո նորարիմ գլխի ցավը բուժի, ինձ սա կասեն։ Հետո ես տղա ունեմ հրաշալի ընտանիքով։ Ես թորներ ունեմ, որ իրանք չեն ուզում տեսնեն, որ ես տխուր եմ։ Որտեւ ես սիրում եմ բոլորին։ Պետք է բոլորը սիրեն, եթե սիրեն պատերազմ չի լինի։ Այս հրդեհներն էլ չեն լինի։ Ես ինչքան րոպեի մենք խոսում ենք, անդադ ես վատ եմ լինում, որ անտառը այրվում։ Մարդկային կործանում է գնում դա։ Ես ինչ գիտեմ հիմա վաղընդեղ ինչ կլինի, որ մարդիկ կմահանա։ Ինչ գիտեմ, դու ոչ մի պայծառատես իրանից գիտունի տեղ չասի, հիմա ես ինչ որ, ես ինչ բան, ես չգիտեմ։ Այ էֆեմերիդի իմ առջև դրած է, ամեն ինչ այստեղ երևում է։ Բայց սա սուտ է լինելու, որովհետև չի կարելի հետոյի համար պրոգնոզ տալ, ես այս ժամկետներից միշտ խուսափել եմ։ Էն էլ հիմա, մի որոշ տարի առաջ կարելի էր, հիմա որ ժամանակները փոխվել են, ընդհանրապես չի թույլատրվում ճշգրիտ պրոգնոզ տալ ժամկետի առումով եմ ասում, ժամկետը չի կարելի, Թուրքիայի լավ բաներ չի սպասվում, որտեվ ինքը նախ կարիճ է շատ մոգական նշան է, տեսեք ինչքան մարդիկ են Թուրքիա գնում աշխարհի, տուրիստական շատ մեծ կենտրոն է։ Ուկրաինայի պատերազմը որ սկսվեց, ես նայում եի կադրեր, այդ ճանապարհը, տրասը մեծ, որտեղ մեքենաները մի ամբողջ ժողովուրդ, երկու մայթը ծնկ եկած աղոթում էր, ծայրը չէր երևում այդ մարդկանց։ Փողոցում, մեկը այս կողմը, մեկը այս կողմը, ժողովուրդը լիքը բոլորը ծնկ եկած աղոթք են բարձրացրել, որպեսզի պատերազմը չլինի, բայց եղավ, ես դա մի քանի տարի առաջ եմ տեսել։ Այսինքն ինչի մասին եք ուզում ասել։ Աղոթում էին, բայց ինչ եղավ պատերազմ։ Հիմա ձեր ասելիքը ո՞րն է։ Ռուսներն էլ են աղոթում, Ռուսաստանն էլ է աղոթում, եկեղեցիների ամենից տեղու դադար չկա, իրանք շատ հավատով ժողովուրդ են, որտև ճիշտ չի այդ ամեն ինչը գնում։ Ինչը ճիշտ չի հատկապես։ Այս ինչ, այդ աղոթքները ճիշտ չի գնում, ճիշտ չի գնում, դու գնում ես վատ բան ես անում, հետո աղոթում ես։ Ինչի պատերազմ ինչի համար է, ինչի է պատերազմ լինում, ինչի համար, հանգիստ իրար համար ապրում են, Ուկրաինան հրաշալի մեծ երկիր է, ես եղել եմ, ապրել եմ 2 տարի Կիևում, հրաշալի երկիր է, մեծ, սիրուն, ամեն ինչը առատ, ցորենը, դաշտերը նայում ես չերևում ծայրը, արևածաղիկները։ Հիմա ըստ ձեզ պատճառը Ինչի Ռուսաստանը հարձակվեց իր հոր վրա, այդ իր հերն է։ Պատճառը ո՞րն է, Տիկին Լուսիա, ինչ եք Փողը։ ուզում։ Պատճառը փողն է, պատերազմը փողը ու իշխանությունն է, որ ագահությունն է, որ տարածքները, այս իմնա, այն իմնա Կիևնաշ, այս իմնա, այն ինչ է Ղրիմ, այս ինչ ապուշությունն է։ Իսկ չեք կարծում, որ կան պետություններ, որոնք Ռուսաստանին հարվածում է Ամերիկան։ Այո։ Ով չգիտի, ես նորություն չեմ ասում, մենք անդադ հերաների վրա են գցում, սիոնիստների, բայց Ամերիկան քիչ չի տենց մարդիկ, անգլիան։ Անդեղ էլ Ամերիկանում էլ լավ բաներ չի սպասվում, երկորյակը օդի նշանը, անդեղ էլ կլինեն այդպես աղետներ, մի խոսքով աշխարհում, որ մի երկիրը ճիշտ չի, հարձակվում այն մյուս պետության երկրի մարդկային կորուստերը տալիս, այդ երկրում լինում են երկնային աղետներ։ Հայաստանի շատ հարվածեցին Հայաստանին, ու որ մի երկիրը Բելարուսիա, որ մի երկիր, Վրաստանն էլ պակաս չի, Վրաստանն էլ ունի հարվածներ, այնտեղ էլ կարող ափերիստուս կա իրանց ջուրը, քուրը, մի անգամ դուրս եկավ, չէ, գազանանոցի կենթանիների վսաղ, դուրս էին եկել գազանանոցից, արջերը բարձրանում են չգիտեմ որ, որտև նրանք էլ իրանց ճիշտ չպահեցին, հիմա ինչ Պլուտոն մոլորակը դուրս եկավ այդեղ ջուրից, դա 24 թվականի նոյեմբերի 5-ն էր, այ դրան միջև այդ Հայաստանը շատ վատ ապրել, շատ վատ, որ 30 տարի են ասում, այդ Սատուրնի տարին է, ավել, դրանից ավել էլ, եթե գնանք միջև եղեր հասնեմ, ես չեմ ուզում։ Լավ, Տիկին Լուսիա, վերջում մեկ հարց եմ տալիս եւ եզրափակում ենք։ Հայաստանին ինչպիսի օրեր են սպասվում, խնդրում եմ շատ համառոտ։
Հայաստանի վիճակը հիմա դրական է գնում։ Մենք չենք ուզում այս լավ բաները տեսնել։ Ոչ մի սահմանների տալ, ոչ մի պատերազմական վիճակ։ Այդ գերիների վերադարձի համար են ասում, ես դեռ չեմ տեսնում։ Հաջորդ տարի, հիմա չկա, բայց լինելու է։ Անտեղ երիտասարդներ կան, իրանք կգան։ Անմեղ գերիներ են նրանք համարվում։ Նրանց վերադարձ կլինի։ Ինչ կլինի, տուրիզմը կշատանա Հայաստանում, այդ լավ է։ Շատ երկրներից Հայաստան կգան մարդիկ, ապրելու, ոչ հայերի մասին է խոսքս։ Շատ հայեր կվերադառնան Ռուսաստան, Ամերիկա կվերադառնան հատկապես Ռուսաստանից։ Շատ են նման հարցեր տալի, որ կամ Հայաստան լավ կլինի, այո։ Սարսափելի բաներ Հայաստանում չի սպասվում։ Շնորհակալություն Տիկին Լուսիա։ Շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցիք եւ ձեր կանխատեսումները ներկայացրեցիք։ Ես էլ շնորհակալ եմ, որ ինձ համբերատար լսեցիք ու ինչ որ ասեցի, հիմա միայն լավը, միայն բարին թող կատարվի ու ոչ մի վատ չլինի Հայաստան, որտեղ մեր ժողովուրդը ավոր հոգնած է։ Մենք արժանի չենք վատ բաների, մենք լավն ենք, մենք բարի ենք։ Այս դրսից մարդիկ, որ գալիս են տեսնում ենք, մենք զարմանում են, միթե այսպեսի ազգություն, այո, ունի։ Այն վատն էլ է լավը։ Դրա համար Աստծուց չհեռանանք, մեր աղոթքների մեջ լինենք, խնդրենք Տիրոջից համբերություն ու սեր, որպեսզի Տերը մեզ չմոռանա։ Այսքան, ստեսություն ձեզ։ Թուրքիան միայն հրդեհով չի վերջանալու։ Ժամանակը արդեն հասունացել է բոլոր պատիժների, քանի որ բացահայտում պատիժ եւ ապաշխարություն։ Երկիրը տնքում է, ներքևից տնքում է, հողը վերևից Տերը տեսնում ու պատիժները տալիս է։ Պատիժները տալիս է, դա երկնային աղետն է։ Պատիժներ կան, որովհետեւ Թուրքիան շատ վատ բաներ արեց։ Այս հրդեհները Թուրքիայի դեռ կշարունակվի։ Կարասկոպով այստեղ նայում եմ, մոտավոր կհասնի մինչև Խավարում։ Դա օգոստոսի 12-ն է, որը տալիս է Թուրքիայի անտառներին, քամիները կտա, հրդեհն ավելի կշատանա։ Ինչ սխալներ են գործել, այդ իրենց Թուրքիայի պատասխանն է։ Նրանք պատասխան են ստանում։ Ասում եմ, հիմա հուզվում եմ, ու ես սա չեմ կարող չասել մի խոսքով աշխարհում, որ մի երկիրը ճիշտ չի, հարձակվում այն մյուս պետության երկրի մարդկային կորուստներ տալիս, այդ երկրում լինում են երկնային աղետներ։